Ողջույն, ձեզ հետ է Դունյան էկոմարկետից, այսօր ձեզ եմ ներկայացնելու եթերային յուղերից բերիչնային մյատը անանուխ, ինչպես և լիմոնգրասը և ցանկացած տեսակի եթերային յուղ անպայման պետք է խառնել որևիցե քսուկի, սերուցքի, կաթի, օճառաջրի կամ աղաջրի հետ, որպեսզի այն լավ ձուլվի և արդյունք տա, որովհետև եթերայուղերը ունեն հատկություն այրվածք տալու, եթերայուղերից կարող եք այրվածք ստանալ, եթե մաքուր ձևով օգտագործվեք։ Հրաշալի հոտ, ուրեմն ինչ արդյունքներ, ինչի համար ընդհանրապես նախատեսված անանուխի եթերայուղը, հին Հռոմում բոլորն էլ հավատում էին, որ անանուխի յուղը թարմացնում է ուղեղը, պարզեցնում է միտքը իր սառը բուրմունքով, վերականգնում է շնչառությունը, այ հիմա ես քսում եմ և հասկանում եմ, հատկապես երբ շոգեբաղնիքում ես օգտագործում և սկսում ես շնչել, ամբողջությամբ սառացնում և թարմացնում է, լավացնում է արյան-շրջանառությունը, նույնիսկ աչքերն է, շատ ուժեղ է, նույնիսկ աչքերի վրա է անդրադառնում, մի քիչ ավելի քիչ է պետք օգտագործել, ես առաջին անգամ եմ այն դեմքի համար օգտագործում, իդեպ, ամրապնդում է դեմքի, ընդհանրապես մարմնում ամրապնդում է երակների, մազանոթների պատերը, արյան-շրջանառությունն է լավացնում, տոնուսավորում է, բարձրացնում է տրամադրությունը, լավացնում է ախորժակը, պարզեցնում է միտքը և բուժում է օրինակ հարպուխներից, ախորժակը ասացի, որ բարձրացնում է, եթե ունեք ուռած հատվածներ, այտուցված հատվածներ, այտուցներն է վերականգնում, աչքերս չեմ կարողանում բացեմ, որովհետև ուժեղ պրոցեսի մեջ եմ, այս դեպքում շատ կարևոր է օգտագործել քիչ, որովհետև հատկապես բերիչնային մյատան ինքը երևի ավելի ուժեղ հատկություն ունի, ավելի ուժեղ ազդեցություն ունի, ամբողջությամբ սառել է դեմքս, շատ հաճելի և հանգստացնող զգացողություն է, իդեպ ցավասպան, եթե ունեք ցավացող տեղեր, գլխացավ, թմրացնող հատկություն ունի և այս ամենը լրիվ բնական ճանապարհով շատ հաճելի զգացողություն է, չեք պատկերացնի, մի քիչ աչքերը կփակեք, մի փոքր կաթիլ է պետք օգտագործել, շատ անուշաբույր, շատ արոմալամպայի մեջ կարող եք, այո, արոմալամպայի մեջ կարող եք օգտագործել և կարող եք միջավայրի օդը վերականգնել, թարմացնել, օրինակ են մարդիկ, ովքեր որ աշխատում են, մտավոր աշխատանք են տանում, իրենց համար միտքը պարզեցնելու համար շատ հաճելի կլինի, աչքերս դեռ չեմ կարում բացեմ, այսպիսի հատկություն ունի մյատան։